Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումները շարունակում է Վայոց ձորում։ Փոքր մարզի մեծ սրտով մարդիկ աղուհացով, ժպիտներով, գրկախառնություններով ու եղանակի պես ջերմ են ընդունում Գագիկ Ծառուկյանին, վստահ որ հունիսի 7-ից հետո ականատեսն են լինելու իրական փոփոխությունների, լավ փոփոխությունների։ Ապրես գեղեցիկ ջան, ապրես։ Նրա հետ հանդիպելու եկած համակիրների թվում նաև Արցախից տեղահանված մարդիկ են։ Հայրենիքից բերած հողը որպես մասունք սրտի թրթռով են ի պահ տալիս Գագիկ Ծառուկյանին։ Պարոն Ծառուկյան, ինձ մի բան եք փոխանցելու։ Արցախից բերված հողը Գանձասարից։ Ես անձամբ հարցակցեմ իմ մերնա, իմ ախպերս։ Ողջունում եմ ձեզ, պարոն Ծառուկյան։ Հաջողություն եմ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև Արչու։ Հողը սուրբ է քո անունը երգ, ամեն քարի մեջ նախնիներ կան, ամեն սրտի մեջ հավատանմար, զոհերի հոգին թող փարավորվի, նրանց անունը թող լույս դառնա։ Ջերմությունն ու սերը փոխադարձ է, իր հետ հույսեր կապող մարդկանց համար ավելին անելու ցանկությունը մեծ։ Հաղթանակի պարագայում երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան բարեկեցիկ կյանք է քաղաքացիներին խոստանում քաղաքական թիմը։ ԲՀԿ-ն ընտրությանը մասնակցում է առաջարկ Հայաստանի ժողովրդական ծրագրով, որը չի կազմվել տաքուկ սենյակներում։ Այստեղ յուրաքանչյուրն իր մտահոգությունը կարող է տեսնել դրանց լուծման ճանապարհային քարտեզով։ Գիտեք, Գագիկ Ծառուկյանը երբեք դատարկ ձեռքով չի եկել ոչ մի տեղ։ Այս անգամ Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմը բերել է բանալի։ Այս սա է բանալին։ Իսկ գիտեք ինչի բանալի է։ Սա ապագա երաշխավորված խաղության մեջ ապրող, բարեկեցիկ, անվտանգ, իրականում հպարտ, իրականում ընդգծում եմ, իրականում արժանապատվությունը բարձր պահող առաջարկ Հայաստանի ծրագիրն է։ Վայոց ձորի մարզը ներկայացնող ԲՀԿ պատգամավորի թեկնածուներ Հրաչյա Վարդանյանն ու Լևոն Սարգսյանն են։ Հպարտությամբ են խոսում իրենց մարզի ու աշխատասեր Վայոց ձորցու մասին։ Ամեն բան պետք է անեն, որ մարդիկ իրենց զգան արժանապատիվ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ եղել է ժողովրդի կողքին, եւ դժվար օրերին, եւ պայքարի պահին, եւ առհասարակ։ Մենք շատ բան ենք կորցրել այս տարիներին, բայց ամենակարևորը չպետք է կորցնենք մեր հավատը։ Ես եկել եմ ոչ թե խոստումներ տալու, այլ ձեր աչքերին նայելու եւ ազնվորեն խոսելու ձեր օրվա եւ վաղվա օրվա մասին։ Եթե ժողովուրդը մեզ վստահի իր քվել, մենք պարտավոր ենք լինելու անել ամեն ինչ ժողովրդի համար եւ մեր հայրենիքի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր ծրագրերում առաջնային է հավարում ժողովրդի բարեկեցությունը, սոցիալական պաշտպանվածությունը եւ երկրի տնտեսական զարգացումը։ Յուրաքանչյուր ընտանիք պետք է ապրի արժանապատիվ կյանքով։ Երիտասարդը աշխատանք ունենա, գյուղացին վստահ լինի իր վաղվա օրվա նկատմամբ։ Իսկ տարեց մարդը զգա պետության հոգատարությունը։ Թող Վայոց ձոր աշխարհը շարունակի մնալ հայ մարդու ուժի եւ հայրենասիրության խորհրդանիշ։ Եղեգնաձորում ողջունելով համակիրներին Գագիկ Ծառուկյանը հիշատակում է մարզի բոլոր բնակավայրերը, ջերմությամբ խոսում վայոց ձորցիների մասին։ Հարգելի եղեգնաձորցիներ, ես ձեր բոլորին ողջունում եմ։ Ես ուզում եմ ողջունել Վայոց ձորի բոլոր բնակիչներին, քանի որ ժամանակ չկա բոլոր տեղերը գնամ, իմացեք, ջերմուկ, վայք, Եղեգիս, Մալիշկա, Արենի, դա վերաբերում է բոլորին, մեր բոլոր ժողովրդին։ Տեղյակ են բոլորի խնդիրներից, խնդիրներից։ Այսօր ժողովուրդը
հոգնել է լսելով, հայոյանք, վիրավորանք, ցեղ շպրտել, դատարկ խոսել։ Մարդիկ ուզում են իրենց խնդիրները լուծում ունենա։ Մարդը ուրիշ բան չի ուզում։ Ես մեմ շատ անկեղծ բարձ ձեզ ասեմ։ Ուսումնասիրել ենք, նայել ենք, տեսել ենք, այսօր խնդիրը խնդրեմը հարց կա, լուծում չունենա։ 2022-ից հետո Վայոց ձորում առավել քան գիտակցում են խաղաղության գինը։ Մարզի առողջարանային քաղաք ջերմուկը ադրբեջանական հարձակումից հետո հայտնվել է անմիջական սահմանագծում։ Մարզի բնակիչներին երկրի անվտանգությունն է ամենաշատը մտահոգում։ Պատահական չէ, որ առաջարկ Հայաստանին ծրագրի առանցքում հենց երաշխավորված խաղաղության թեզն է։ Այսօր անհրաժեշտությունը խաղաղությունն է, որ մեր ժողովուրդը իմանա, ել պատերազմ չկա, խաղաղություն է։ Պատերազմի դուռը փակի, ես զբաղվի իր անելիքով իր գործով։ Այո, դա երաշխավորված խաղաղությունն է, որ մենք պատրաստ ենք այդ հարցը կարգավորելու։ Այսօր ասում են խաղաղություն, Ժորժ ջան, խաղաղություն չկա, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության դեպքում պետք է լինի ստորագրած փաստաթուղթ, ոչ թե ամեն օր ելնելով, ինչ որ պահանջ ներկայացնելով, սա ենք ուզում, սա են իշում։ Եղեգնաձորում եւս Գագիկ Ծառուկյանը մանրամասն ներկայացնում է ծրագրի առանցքային դրույթները, առանձնացնելով անվճար առողջապահական համակարգի ու կրթության, արժանապատիվ կենսաթոշակների եւ վարկերի համաներման անհրաժեշտությունը։ Պետք է առողջապահությունը լինի անվճար, կրթությունը պետք է լինի անվճար, թոշակները պետք է լինի ամենացածրը, որ իրենք են աշխատել 78,000 դրամ, իրենց տվածը 49 է, 59 թող լինի, բայց էլ իրենց հաշվարկով չի բավարարում։ Այսօր պետք է կարողանաս ծանրությունը վերցել ես, քու ժողովրդի հարցերը կարգավորես։ Մյուսը վարկերի խնդիրն է ժողովուրդ։ Այսօր ամբողջ ազգը վարկի տակ է։ Ունենք 650,000 ընտանիք ժողովուրդ։ Ունենք 2,400,000 վարկառու։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է կորոնավիրուս, մարդիկ չեն աշխատել 2-3 տարի։ Եղել է պատերազմ, ապրելու գոյատևելու համար, բուժվելու համար, պարտքեր է գոյացել։ Պետությունը անմիջապես պետք է մինչև 3 միլիոն դրամ մարդկանց ներում շնորհի։ Այսօր պետական պարտքը 8 միլիարդից դարել է 15 միլիարդ, դու 1 միլիարդ էլ ավել լինի պարտքը, բայց գոնե մարդիկ իմանան, որ այդ ժողովրդին այդ ճայճից հանել են։ Ասում եմ, ինչ ասում եմ, որ եթե դուք ընտրություն կատարեք, անմիջապես առաջին նիստին այդ հարցերը դրվելու է։ Դրվելու է եւ իրականություն է դառնալու։ Պետք է մարդուն ճայճից փրկես։ Մարդ առավոտինիկուն աշխատում է, անսավերջին միան տոկոսներն ու հարկերն է պահում։ Պետությունը ժողովուրդ ես պահում, մարդկանց մատից պետք է փուշ անես։ Չեն ասում ես ինչ լավ բան ես կատարում, այլ քո ժողովրդի մասին պետք է մտածել, որ ժողովրդի դեմ ժպիտ գա։ ԲՀԿ ղեկավարի ուշադրությունից չի վրիպում նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը։ Մինչև 10 տարի ազատազրկված դատապարտյալների համար պետք է համաներում հայտարարվի։ Այսօր ամբողջ կալանավայրերում ժողովուրդ ջան, տեղ դատարկ չկա։ 4 սենյականոցում, որ պետք է 4 հոգի մնար 20 հոգի ունում։ Այդտեղ չկա կալանավայրերում։ Տնային կալանք են տալիս։ Կարող է լավ բան կատարեն։ Ասեն ժողովուրդ ջան, ի պատիվ ազգի հաշտության համերաշխության խորհրդանիշի համաներում են կանում մինչև 10 տարի։ Մարդկանց հնարավորություն են տալի վերադառնալու իրենց տուն, իրենց ընտանիքին, իրենց բալիկներին, որ կարողանաս քայլ կատարել, մարդուն ուրախացնես, պարտավորեցնես, ոչ թե թողես 10 տարի հանցագործարկես, մարդը ինքն իրենց էլ օգնի։ Լավ բան պետք է կատարես, որ մարդը լիարժեք գոլ լինի, կառավարությունից էլ, ժողովրդից էլ, մարդը սխալվել է, բաց թողում է։ Կկրկնվի մեղքի իրավիզում։ Լեռնային ու քարքարոտ հողերում դարեր շարունակ այգիները մշակած այս մարզում իրենց քրտինքով չեն կարողանում գոյատևել։ Գյուղացին պետք է թիկունքին զգապետության աջակցությունը, գյուղնախարարությունը պետք է վերաբացվի։ Գյուղնախարարությունը փակել է։ Հիմա այս մարդիկ սաղ շրջապատում, որ մշակում են, արարում են, բարիք են ստեղծում, ում դիմեն։ Ոչ մեկին էլ չեն դիմում։ Պատերի տակ նստած խելճացած, ոչ մշակել կա, տեր չկա, տիրեկեն չկա, ոչ դեղորյակ, ոչ պարտանուն, ոչ սեր եւ ոչ էլ սիլիտրատալ կա։ Ոչ մի բան չկա։ Դա համար ուղերից պակասում են։ Իշխանությունների հայտարարություններին, թե վերջին 8 տարում հարյուրավոր դպրոցներ են կառուցվել կամ հիմնանորոգվել, Գագիկ Ծառուկյանը հակադարձում է, այդ թվերը իրականությանը չեն համապատասխանում։ Ասում են մենք դպրոցներ ենք կառուցել, դղյակներ ենք կառուցել։ 8 տարում 259 դպրոցից 59 են կառուցել, 59-ից 26-ը պատրաստած է եղել ժողովուրդ։ 6 տարի
230 դպրոց փակվում է։ Մարդիկ գնում են Երևան, դատարկվում է։ Այլ հակառակը պետք է լիներ։ Մենք պետք է մտածենք, ինչ անենք, կարգավորենք, մարդու մասին մտածենք, քաղաքացու, գյուղացու, ուսանողի, երիտասարդի մասին, որ մարդը մնա իր երկրում, կարողանա աշխատի, իր գիտելիքը օգտագործի իր երկրի համար, իր ժողովրդի համար։ Մարդը չպետք է ընտրի դեղի եւ սննդի միջև ԲՀԿ-ն առաջարկում է ամբողջությամբ անվճար առողջապահություն պետական բյուջեի արդյունավետ բաշխման միջոցով։ Չպետք է քաղաքացիների վրա դրվեն լրացուցիչ ապահովագրական հարկեր, դեղերի գների նկատմամբ պետք է լինի պետական վերահսկողություն։ Առաջարկվում է բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, արդիականացնել մարզային հիվանդանոցները։ Այսօր առողջապահության համար տրամադրված է բյուջեում 700 միլիոն դոլար։ Այսօր ժողովուրդ առողջապահությունից գոհ է, դու կարողանում եք գնաք բուժվեք, պետք է դրվի անվճար, քաղաքներում, մարզերում, կազմակերպի։ Մարդիկ այսօր տուն են նստած, չեն կարողանում բուժվել։ Հնարավոր է կազմակերպել անվճար 700 միլիոնից 500 միլիոնը տրամադրել, պատրաստել որ ասենք թե անվճար լինի, կարելի է։ Օրենք են ընդունել ծերերի համար աչքի բուժում պետք պատվեր, ժամանակավոր պետությունը բրծավ ամիջ վերանում է։ Կա եւ փորձառու թիմ, եւ ծրագիր, եւ կապերու հնարավորություններ։ Ամսի 7-ին ընտրողներ քվեով պետք է հնարավորություն տա դրան կյանքի կոչելու։ Ընտրողը դուք եք, ոնց կցանկանաք ձեր ցավը տանեմ, կընտրեք էլ ձեր ցավը տանեմ, չեք էլ ընտրի ձեր ցավը տանեմ, դուք եք որոշելու ձեր վաղվա ապագան։ Այնպես որ ես նորից եմ ձեզ ասում, մենք պատրաստ ենք, մեր ասածները իրականություն կատարենք, կապնել ունենք, ծանոթություն ունենք, հնարավորություն ունենք, ցանկություն ունենք։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Գագիկ Ծառուկյանն իր ելույթներում մշտապես ընդգծում է երիտասարդներն են մեր երկրի ապագան կերտողները, ուստի քաղաքական ու հանրային հարթակներն առաջնահերթ պետք է տրվեն նրանց։ Օրեր առաջ էլ Գյումրիում մասնակցելով վերջին զանգին նվիրված տոնական մեծ համերգին եւ շրջանավարտների հետ կիսելով նրանց երջանիկ ակնթարթները, ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, Հայաստանի մյուս քաղաքների երիտասարդներն էլ անմասն չպետք է մնան։ Հիմա հերթը Եղեգնաձորինն է։ Հիշում եք, չէ՞, Գյումրիում Տան Ծառուկյանը խոստացավ, որ իր հարթակը տրամադրելու է երիտասարդներին։ Եկել այդ պահը եւ այսօր Եղեգնաձորը քեֆ անում, Վայոց ձորը քեֆ անում, Վայոց պրոջեկտ։ Մինչ Եղեգնաձորի զբոսայգու հրապարակը կթնդա երիտասարդների ամենասիրելի խմբերից մեկի կատարումներով, մարդիկ հրաժեշտ են տալիս Գագիկ Ծառուկյանին, հավատով, որ հաջորդ հանդիպումը նույնքան տոնական տրամադրությամբ լինելու է ԲՀԿ-ի հաղթանակից հետո։ Աջակցում եմ Գագիկ Ծառուկյանին, գյուղին նվիրված, գյուղի համար արարող եւ ստեղծող օգնող մարդ։ Իմ ձայնը վստահելու եմ Բարգավաճ կուսակցությանը, ում է։ Ինչու, որովհետեւ հավատում ենք, որովհետեւ ինքը ազնիվ է, որովհետեւ իր մեջ կա այն ուժը, ինքը պետք է լինի մեր ղեկավարը։ Մենք հաղթելու ենք։ 100% ենք հաղթելու, որովհետեւ կա նրա մեջ այդ բարիությունը, որ ոչ մեկի մեջ չկա։ Մեր երկիրը չկորցնելու համար պետք է նման մարդկանց ընտրենք։ Սահմաններն եկել հասել արդեն մեր մարզ։ Հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին, որ երկիրը փրկենք։ Ում եք վստահելու ձեր քվեն։ Անպայման իհարկե Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյանը 3 միլիոն լեզու գիտի։ Ցանկացած մարդու հետ իրաց լեզվով է խոսում։ Ես օրինակ դրանով ես շատ եմ հպարտանում։ Արժանի մարդ է, արժանի, միակ մարդ է։ Իսկ հետո բեմը հարթակում Հայատ պրոջեկտն է ամենասիրված ու հիթային երաժշտական կատարումներով։ Երիտասարդները նրանց անհամբերությամբ են սպասել։ Պատահական չէ, որ վայելում են համերգային ծրագրի ամեն ակնթարթը։ Երիտասարդներին խոստացած հիշարժան ծրագիրն ու բարձր տրամադրությունը ձգվում են ժամեր շարունակ, նրանց փոխանցելով դրական լիցքեր ու լավատեսություն։ Daj mi
ընկերների հետ կանգերցանաս ու ցանկալի համբույր մուծես տանաս ավակա ճանապարհի գանչնարած չի Զայ այստեղ չի այսօր գրնացես ու սիրտը կպաց է Հովեսը ամեիը չկացկաց է Իսկ արջևում խոստման համաձայն Ամերիկայի մեծ ծրագրեր են սպասում նաև հանրապետության մյուս քաղաքներում։ Շնորհակալություն, Երեգնացոր, շնորհակալություն